Քրիստոսի սիրով ողջույն ձեզ։ Սիրելիներ, մարդիկ իմ կարծիքով բաժանվում են երկու մեծ ընդհանուր խմբերի։ Առաջին խումբը ասում է, ես շատ ուժեղ եմ այս կյանքում, որովհետև բավական փորձ ունեմ եւ ոչ մեկի ոչնչի կարիք չունեմ, կարևոր որոշումները իմ կյանքում ես եմ կայացնում եւ դեռ մի բան էլ ավել, ես եմ օգնում իմ ընկերներին կայանալու այս կյանքում։ Եվ ի հակադրություն սրան երկրորդ խումբը կարելի է անվանել թույլ մարդկանց խումբն է, որոնք շարունակ տարուբերվում են այս կյանքում, ընկնելով հուսահատության գիրկը եւ միշտ ասում են, որ այս փորձությունը մեր կարողությունից վեր է եւ եթե անգամ մենք այս որոշումը կարողանանք կայացնել, միևնույն է ձախողելու ենք։ Մինչդեռ սիրելիներ, ճշմարիտ քրիստոնյան մշտապես գիտի, որ այս աշխարհում չկա գեթ մի իրավիճակ, որը ելք չունենա, պարզապես յուրաքանչյուր իրավիճակից դուրս գալու համար մեզ բավարար իմաստություն է հարկավոր, իսկ ինչպես գիտեք, իմաստության անսպառ, կատարյալ աղբյուր է Աստվածաշունչը, որը ամեն օր մենք կարդալով առավել պիտի իմաստնանանք, եւ ահա այսօրվա ընթերցումն էլ, որ Սողոմոնի իմաստությունից է, հենց այս մասին է։ Ուստի հազիվ ենք նկատում երկրային բաները եւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի տակ, իսկ այն, ինչ երկնքում է, ով կարող է քննել եւ ով կարող է իմանալ քո խորհուրդները, եթե դու իմաստություն չտաս եւ քո Սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից։ Եվ երկրայիններն ուղղեցին իրենց շավիղները եւ սովորեցին քո ճանապարհները եւ փրկվեցին քո իմաստությամբ։ Այո, սիրելիներ, ով կարող է քննել կամ ով կարող է իմանալ Տիրոջ խորհուրդները, եթե Տերը չբացահայտի եւ իմաստություն չտա նրան։ Ուրեմն, սիրելիներ, պիտի խնդրենք մենք Տիրոջից, որ մեզ պարգևի իմաստություն, որովհետև եթե պարգևում է իմաստություն Տերը, մենք անուղղակի կերպով հաղորդ ենք դառնում Քրիստոսին, Քրիստոս ներկա է լինում մեր կյանքում, իսկ եթե Քրիստոս ներկա է լինում մեր կյանքում, մենք մշտապես ընթանում ենք արդարության շավիղներով եւ այդ իմաստությունը մեր առջև ունենալով, մեր ներսում կրելով, կարողանում ենք մշտապես բարիք գործել։ Հետևաբար, սիրելիներ, խնդրենք Տիրոջը, որպեսզի իր Սուրբ Հոգին իր բարձունքներից առաքի մեզ վրա, որպեսզի լուսավորվելով իմաստնանանք եւ կարողանանք կատարել այն, ինչ հաճելի է Տիրոջը։ Աստված պահապան ամենքիս։